Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, սիրելի հեռուստադիտող, սիրելի բարեկամներ, առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ամերիկայի հայկական արմատները հաղորդաշար։ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը ամենահայաշատ քաղաքների շարքին է պատկանում։ Այստեղ հայերը ապրում են, ստեղծում, ստեղծագործում, պահպանելով հայկականը, փորձում են հնարավորության սահմաններում լինել Հայաստանի կողքին։ Այդ գործում իր մեծ ներդրումն ունի Պերճ Աբգարյանը, Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի Հայաստանի պատվավոր հյուպատոսը։ Այսօր իմ զրուցակիցը նա է։ Պարոն Աբգարյան, նախ շատ շնորհակալություն, որ մեր զրույցի հրավերն ընդունեցիք եւ մեզ հյուրընկալեցիք։ Դուք արդեն 10 տարուց ավելի հյուպատոսության ստեղծման օրվանից ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի Հայաստանի պատվավոր հյուպատոսն եք։ Պատմեք, խնդրում եմ, ինչպես ընտրվեցիք եւ որն է ամենակարևոր սկզբունքը ձեր աշխատանքում։ Ուրեմն պատվաբանության գրասենյակը բացվեց հոկտեմբեր 20, 2014։ Բազմաթիվ տեխնազուներ կային, բայց ես տեղյակ չէի, որ ով գար կամ ով չգար։ Ես այն ժամանակ, երբ որ հարց տվեցին, որ եթե ես կցանկանամ, ես նույնիսկ թղթերը չավարտեցի, չուզեցի, քանի ասեցի, որ ինձանից ավելի կարևոր մարդիկ կան, որ իրենք շատ հավանական է, որ իրենք ընդրվեն եւ նշանակվեն։ Բայց այդպես չպատահեց, ուրեմն փետրվար ամսուն 2014-ին ես հրավիրվեցի Լոս Անջելես գլխավոր իբադոսի հետ տեսնվելու։ Հանդիպման ընթացքում խոսեցինք տարբեր քաղաքների մասին եւ անգեյետ ինքը համոզված էր, որ ես եմ, այսինքն ընդրյալ անձը, բայց սպասեցինք մինչև որ Ամերիկայի պետքարտուղարությունը ընդունի այդ տեխնազությունը եւ օգոստոսին 2014-ին իրենք ընդունեցին անգեյետ հոկտեմբեր 20-ին մեծ շուկով ինագուրացիայի ցերնարկ պատահեց Ֆրեզնոյում, տեսփաններ, քաղաքական թեմքեր, դիվանագիտական թեմքեր, համայնքի ղեկավարներ, տարբեր խավերից, եկեղեցական, աշխարհական, ամեն ձևի, իսկապես շատ գեղեցիկ օրմներ։ Ինձ համար մեծ պատիվ է պատվաբանության գրասենյակի բաշտոնը իմ ուսերուս վրա առնելով հայրենիք ներկայացնել այսօր հզոր Ամերիկայի համայնքի մեջ։ Իսկ ամենակարևոր սկզբունքը, որ հենց կառանձնացնեք ձեր աշխատանքում։ Հենց այդ հարցը ես պատասխանեցի փետրվարին, երբ որ գլխավոր իբադոսի հետ հանդիպեցա, իմ ամենը հիմնական նպատակն էր եւ գշարնակեմ համայնքը խմբել մեր թրոշի հովանին տակ։ Բոլոր խավերը առանց բացառությամբ լա եկեղեցական, լա աշխարհական, լա քաղաքական, լա միութենական, դրանից ավելի ուժեղ գեցվածք չի կարելի ունենալ։ Երբ որ համայնքը կխմբվի թրոշի տակ եւ բոլոր խոչընդոտները կցերպակալվին, եւ կսատվին, անժամանակ բոլորս կմիանանք կմնանք մեկ բռունցք հանուն մեր հայրենիքի օժանդակ դառնալու համար։ Այո։ Դրանից ավելի կարևոր նպատակ չկա ինձ համար։ Համայնքը խմբվի միասին եւ իրենց հայացքը լինի մեր հայրենիքի հզորությունը։ Կարելի ասել ձեր անելիքները ու պարտականությունները դրանք են, որպես հյուպատոս։ Պատվաբանությունը մեծ պատիվ է եւ ինքնին, այսինքն տարբեր ոլորտներում մենք պետք է աշխատանք տանենք։ Ուրախ եմ ասելու, որ մեր ծիրի մեջ ես մանավանդ եւ իմ կոլեգաները մենք միշտ հաղորդակցության մեջ մնացած ենք մեր գլխավոր իբադոսի եւ տեսփանի հետ։
որովհետեւ մենք համատրենք մեր աշխատանքները, դրանք չլինին այսպես զարդողի եւ ոչ թիրախային, քանի այն ժամանակ ամեն մեկը մի բան գանե, եթե դու չես գիտեր թե ինչ են անելու եւ ինչ նպատակներ են հետապնդելու։ Այդ աշխատանքները հիմնականորեն ասենք կգետրոնանան հետեւյալ գետերի վրա։ Առաջին Թիվանակիդական աշխարհի մեջ մեր գաբերը հաստատել ասենք ձերագուտական եւ կոնգրեսականների հետ։ Նրանց հետ շփվելով մեր ասենք առօրյա, արժամյա եւ ամենակարևոր հարցերի մասին խոսել, նրանց նեցուկ կանգնելու այդ քաղաքը ավելի ամրապնդել։ Դա մեկ։ Երկրորդ անշուշտ տեղական նահանգային կետնի վրա եւ տեղական քաղաքի, քաղաքապետի եւ դարբեր ասենք աշխատանքների մեջ լանք միշտ հաղորդակցության մեջ անձերին հետ, որ մենք հետ կարող ենք իրենց հետ համագործակցել գրգին Հայաստանի հետ գաբերը ավելի ապրաբնթելու եւ արդյունավետ աշխատանք տանելու։ Ասենք դա Թիվանակիդական եւ անշուշտ երկրորդ մագարտակի վրա գուկա ուսումնական։ Գիտեք, ասենք օրինակ կնամ տալցես 2016-ի հունվարին մենք պայմանագիր ստորագրեցինք Ֆրեզնոյի համալսարանի եւ AUA-ի հետ, American University of Armenia։ Եվ այդ պայմանագրի հիմնական նպատակը դարձավ աշակերտներու եւ ուսուցիչներու փոխանակում։ Եվ ուրախ եմ ցեզ ասելու, որ հիմա 2016-ին վեր մինչև այսօրս այդ աշխատանքը կշարունակվի ուժեղ։ Միշտ աշակերտներ կան, որ կուքան եւ այստեղ աշակերտներ գերտան եւ ուսուցիչներ փոխանակում քաղաքարների մասին, արդիական ուսումնական ասենք կարևոր մեխանիզմի մասին եւ սպիրտ եւ հայրենիք գաբ ավելի ամրապնդելու մասին։ Ուսումնական ինչու՞ թե մշակութային կետնի վրա եւ սպորտի կետնի վրա, մշակութային կետնի վրա վերջերս անցած տարի անցալ հունիսին Ազնավուրի 100-ամյակը նշեցինք այստեղ եւ ուրախ եմ ասելու, որ մեր գլխավոր իբադոսը պարոն Գարեն Իսրայելյանը այստեղ էր համայնքի ներկայությամբ երկիչը եկավ Ֆրանսիայեն եւ շատ գեղեցիկ երևում անցուցինք նշելով Ազնավուրի ներդրումը երաժշտական աշխարհի մեջ, ոլորտի մեջ, բայց ավելի ճիշտ նշելով, որ ինքը հայ լինելով մեզի համար ոչ թե միակ Ֆրանսիայի համար, ապոչ հայության համար մեծ հպարտանքի նպատակ է։ Սպորտի բարակային անշուշտ վերջերս Հայաստանի բասկետբոլի խումբը եկավ Ֆրեզնո եւ ասենք մրցակցություն ունեցավ Կոստարիկայի խմբի հետ, գլխավոր իբադոսը դերյակ պահեց այդ հարցի նկատմամբ եւ անշուշտ իմ քրասենյակը ամիջական օժանդակություն մեջտեղ բերեց, հավաքեցինք տղակը, գիշերը միասին հաց կերանք եւ քաչալերեցինք, անշուշտ համայնքը ամբողջությամբ քաչալերեց մրցաշարքը։ Դուք ներգրավված եք բազում ոլորտներում։ Այո։ Մշակույթ, այո, առողջապահություն, այո։ Եվ կարելի է երկար թվարկել։ Բոլոր ոլորտներում, այսինքն իսկ եթե խոսենք ըստ առաջնահերթության, որն է ավելի կարևորում ու աշխատանք կատարում այդ ուղղությամբ։ Դա եղած է բժշկական առաքելությունը ինձ համար։ Քանի առաջին օր նույնիսկ ինագուրացիայի գիշերը նույնիսկ ես 320 հոգու ժողովրդի ներկայությամբ խոսք տվեցի, որ 2015-ին անպայման առաջին բժշկական առաքելություն տեղի պիտի ունենա։ Հավատացեք, որ ես արտահայտվեցի, բայց ես ալ բարձ չէր իմ մտքիս մեջ, որ դա ինչ ծավալի վրա աշխատանք է եւ որքան գրնա ասենք ժամ խլել, բայց նույն բարակային հավատալով, որ
մենք հայրենիքի պետք է նեցուկ կանգնենք, մանավանդ որ ես այդ գործի մեջ եմ, ինձ համար դա լինեց առաջնահերթ աշխատանքը։ Պարոն Աբգարյան, ո՞րն է եղել ձեր առաջին իրականացրած ծրագիրը որպես Հայաստանի պատվավոր հյուպատոս այստեղ։ Ուրախ եմ ասելու, որ երազային ասես մոդեցում էր սկսնագի կետնի վրա, որ մենք Ցեղասպանության 100-ամյակի արդիվ մենք ունենանք գոթող։ Ոչ թե մենակ ունենալն էր քաղաքարը, բայց լար հատկանշական, լար կարևոր գետրոն եւ սերունդներ նայելով իրենք ասեն օդար կամ հայ սովորեն պատմության մասին, մենակ ինքը ասենք քար եւ ասենք դեղ չլինի, բայց լինի հատկանշական։ Ուրախ եմ ասելու, որ այդ քաղաքարը գրցանք իրականացնել եւ այսօր Ֆրեզնոյի Պետական համալսարանի ամենահատկանշական դեղի մեջ մենք ունենք հսկա ցեղասպանության հուշարձան։ Իսկ առհասարակ ինչ համագործակցություններ ունեք համայնքի եւ քաղաքային իշխանությունների հետ։ Մենք սպիրկի մեջ իբր բադվոյի բադոս մեր նպատակը որ մեր հայրենիքի շահերը վեր բահելով մնանք կարճած մեր քաղաքարներին։ Այո։ Եվ իրենք հալ համոզված են այլևս, այսօր 10 տարի անցած է եւ իրենք գիտեն որ մենք հետին նպատակներ չունենք, այլ մեր նպատակը մենակ մեր հայրենիքի հզորացումն է եւ ուրախ եմ ասելու որ հագարականոր որ ասենք Ֆրեզնոյի մեջ 3-րդ, 4-րդ, 5-րդ սերունդ հայեր կան, որ հայախոս չեն, բացարձակ հայախոս չեն, բայց իրենց սիրտը հայ է, իրենց արյունը հայ է, ճիշտ որ պայմաններու պատճառով իրենք հայերեն չեն խոսում, բայց երբ որ իրենց կմոտենաս եւ կասես որ ասենք բժշկական առաքելություն կա, կամ թատրոն կա, կամ երաժշտություն կա, կամ բասկետբոլի խումբ կա, իրենք չեն վարանիր նեցուկ կանգնելու թե փարոյական եւ թե ֆինանսական։ Նաև տեղյակ եմ, որ դուք Հայաստանի հետ, նաև Հայաստանի համար իրականացրել եք բազմաթիվ ծրագրեր։ Որն է ձեզ համար հատկանշական եւ որ կառանձնացնեք, որի արդյունքից եք շատ գոհ։ Անշուշտ, ասենք ծերագուտական կամ կոնգրեսական մագարտակի վրա, երբ որ 2017-ի դեղական կոնգրեսական բարոն Ջիմ Քոստան համոզեցի եւ ասենք Հայաստան դարի 4 օրվա այցելությամբ պարլամենտի մեջ քաղաքական թեմքերի հետ, մշակութային թեմքերի հետ, հողատնտեսական ասենք անձեր, քանի Ֆրեզնո հողատնտեսական աշխարհը գետրոնացումը այստեղ է, չէ՞, եւ հայերը բավականին մեծ թվով իրենց առօրյան էդ է հողատնտեսություն եւ իրենք հսկա թիրք ունեն այս քաղաքի մեջ, այս շրջանի մեջ իրական։ Ուրեմն կոնգրեսական բարոն Քոստան կարողացավ դարբեր կապեր հաստատել եւ մեր վերադարձան յետ աշխատանքները շարունակվեցին, որովհետեւ մենք կարողանանք ասենք հարգերի նկատմամբ ինչպես կարող ենք աշխատանք տանը, որովհետեւ դա նվազ լինի, որովհետեւ մենք կարողանանք նույնիսկ Հայաստանից ասենք դարբեր ապրանքներ այստեղ բերել եւ ինչու՞ չէ այս կողմից ասենք արդիական վերջին քաղաքարները փոխանակել իրենց հետ դա մեկ անշուշտ բժշկական աշխարհի մեջ դա իմ սրտին ամենամոտն է ուրախ եմ ասելու որ 2018-ին 9 տարեկան Դիկրանը մեր բժիշկներից մեկը նկատեց որ մի բան այսպես շատ խրտին հարցում ունի 9 տարեկան սրտի հարցով մենք որոշեցինք որ ատողուն անպայման կյանքը փրկենք եթե մենք չկարողանայինք միջամտել այդ հարցով մեզ ասացին որ ինքը 9 ամիս եւ թերևս 10 ամսվա մեջ
ինքը կարող է իր կյանքը գործընծնել։ Ուրեմն մեր ամիջապես վերադարձեն յետ, այստեղ երկու մասնակիցների հետ խորհրդակցելով վերցրեցինք եւ Հայաստան գնացինք։ Եվ իրեն վիրահատություն արեցին եւ կյանքը փրկեցին, այսօր Դիկրանը ինձանից ավելի հասակով է, բոյով է եւ իրեն ընտանիքը միշտ երախտաբար են, որ մենք այդ փոքրիկ ներդրում արած ենք, բայց ինձ համար դա մեր բարդականությունն է եւ մենք շնորհակալության կամ քննադատի կարիք չունենք։ Կարծում եմ ցանկացած հայ երախտապարտ է, որ ինչ որ մյուս հայի կյանքը փրկվեց։ Կան ինչ որ հստակ քայլեր, որ նախաձեռնում եք, որպեսզի երիտասարդությունը իր կապը չկտրի Հայաստանի հետ։ Մեր միջոցառումներու ընթացքին միշտ մենք զարկ կտանք, որ երիտասարդներ ներկա գտնվի, որպեսզի իրենք իմանան ինչ է կատարվում եւ ինչ է չի կատարվում։ Իսկ հատկանշական կետնի վրա քեզ հաստատորեն գրնամ ասել, որ մենք բժշկական առաքելության ադեն մեր հետ բժիշկներուն գողքին գտանենք երիտասարդներ, որոնք իրենք կցանկանան ապակային բժիշկ լինելու։ Եվ գամալ բժշկական դպրոցը ավարտած են, բայց իրենց մասնակիտական բաժինը չեն արած։ Իրենք չեն կարող, Ամերիկայում չեն կարող իբր բժիշկ աշխատել։ Ուրեմն ես իրենց կներկրավեմ եւ իրենց կմիացնեմ բժշկական առաքելության խմբին։ Եվ իրենք կմիանան գայցելեն առաջին անգամ լալով Հայաստան եւ կապը ավելի կամրապնդվի եւ գսիրեն եւ կցանկանան գրգին միանալ եւ ես չեմ մերժեր եւ մեծ հաճույքով իրենց նեցուկ կգանքնենք, որ իրենք ապակային, երբ որ իրենք լինեն բժիշկ, իրենք մաս կազմեն եւ ինչու՞ չէ իրենց ներդրումը տալ։ Որպես Ֆրեզնո քաղաքի Հայաստանի պատվավոր հյուպատոս, դուք ինչ երազանքներ ունեք։ Որպես վերջին հարց։ Ձանր հարցում է։ Իմ ամենամեծ երազը, որ մեր հայրենիքը լինի հզոր։ Չլինի սպիրկ եւ հայրենիք, մենք լինենք մեկ ազգ, մեկ հայրենիք, միշտ բարձր նպատակներ հետապնդելով եւ մեր ամենօրյա կյանքի մեջ հայրենիքը ունենա իր հատուկ դեղը եւ ոչ թե երբ որ ամեն ինչ լավն է մեր կյանքի մեջ, բաժակները վերցնելով հայրենիքի գենաց խմել։ Դա ինձ համար նշանակություն չունի։ Մեր առօրյա աշխատանքի մեր կյանքի ամենօրյա բաժնի մեջ պետք է ինքը հստակ եւ թիրախային դեղ ունենա։ Այն ժամանակ, այսինքն դու կարող ես գայնել եւ ասել, որ ես ինչ եմ արել իմ հայրենիքի համար։ Եվ դա պատասխանը պետք է լինի ամբողջական եւ այսպես երեսի վրա ժպիտ բերելով ասելով, որ Փառք Աստծո, ես իմ աշխատանքը դարել եմ եւ եթե յուրաքանչյուր անձ այդ քաղաքարով մոդենա, ես քեզ կվստահեցնեմ, որ մեր հայրենիքի ապական միշտ փայլուն պիտի լինի սերունդ առ սերունդ։ Այո, ճիշտ եք վստահ եմ։ Շնորհակալություն պարոն Աբգարյան, շատ բովանդակալից, խորը եւ հաճելի զրույցի համար եւ ձեր կատարած աշխատանքի համար։ Խնդրեմ։ Շատ շնորհակալություն։ Նա ասես մեծ երեխա լինի, որ երբեք չի կորցնում իր զարմանալու ունակությունը եւ անկախ անցած ճանապարհից, տարիքից, դժվարություններից ու ձեռքբերումներից կարողանում է միշտ նկատել ու սիրել ամենապարզ բաները։ Ասել է Մարտիրոս Սարյանը Վիլյամ Սարոյանի մասին։
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Այս տանը գրողն ապրել ու ստեղծագործել է իր կյանքի վերջին 17 տարիներին։ Թանգարանում ներկայացված է գրողի գրական ամբողջ ժառանգությունը եւ նրա կերպարին ու խառնվածքին բնորոշող իրեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես էլ նմանապես։ Ճիշտ եմ հիշում, որ հենց Վիլյամ Սարոյանի վերջին ցանկությունը եղել է, որ իր տուն-թանգարանի դռները միշտ բաց լինեն ուսանողների առջև, որպեսզի նրանք մտնեն, կրթվեն, հետաքրքրվեն, ծանոթանան։ Ճիշտ եք հիշում։ Սիրելի հեռուստադիտող, իմ հյուրն է Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, Ֆրեզնոյի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Բարլո Տեր-Մկրտչյանը։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալեցիք, ժամանակ հատկացրեցիք։ Ուրախ եմ։ Գիտեմ, որ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը գործում է 2018 թվականից։ Ովքեր են եւ ինչ ճանապարհ է անցել, որպեսզի այս տունը, որպես Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, իր դռները բացի։ Այո, 2016 թվականին Ռենեսանս մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը Հայաստանում, որ հիմնադրել է Արթուր Ջանիբեկյանը, որոշեցին այս տունը քնել եւ դարձնել Վիլյամ Սարոյանի միակ տուն-թանգարանը։ Համեցեք մտնենք, տեսնենք։ Այս լոգոն բարունակած է 3 դարբեր փուլում Սարոյանի կյանքից՝ իր մանկությունը, իր երդասարտությունը եւ իր յուրահատուկ իր մեծ, այսինքն տարիքի հետ կապված եւ քծերը քաշված են Սարոյանի abstract քծերեն եւ դիզայն թիմը այդպես հնարեց այսպես լոգո։ Իր տարբեր ժամանակների կերպարներն են, ճիշտ հասկացա։ Այս միջինը եւ հենց երդասարտը։ Սա էլ իր քարերի հավաքածու։ Այո, ճիշտ է, համեցեք տեսնենք, խոսենք։ Ինչ քարեր են, կա տեղեկատվություն ինչ էր Վիլյամ Սարոյանը քարեր հավաքում կամ ինչ խորհուրդ էր փնտրում դրա մեջ։ Ինքը միշտ փնտրում էր իր քարերի մեջ հավաքածների մեջ փնությունը եւ քեղեցկությունը։ Ուրեմն այս հավաքածոն մի մասն է իր հավաքած քարերից եւ ամեն քարից գողքը գա մի խոսքը, այսինքն իր մտածումը, թե ինչի է այս հավաքել։ Ամենտեղ գրված է ինչ որ բան ամեն քարի հետ կապված, բայց հենց այդ քարերն են սրանք։ Հենց քարերը չեն 3D, այսինքն դբած քարեր են, իսկական քարերը չունենք, բայց այսպես դբած են։ Նույնիսկ իր դուստրը Լուսին ասել է, որ ամեն ինչի մեջ Սարոյանը քեղեցկությունը տեսնում է։ Եվ այդ է նրա բաժարը, որ մեծ գրող եղավ։ Համեցեք այստեղ իր կենսակրությունն է, Սարոյանի կենսակրությունը ամփոփ ձևով, երբ ծնվել է եւ երբ փոքր տարիքին դպրոց գնաց, մեծացավ, առաջին հոդվածները գրեց, իր առաջին քիրքերը գրեց եւ ամփոփ իր կենսակրությունը։ Համեցեք մտնենք գլխավոր սրահը։ Սա ինտերակտիվ պատերի սենյակն է, ճիշտ եմ հասկանում։ Այո, ճիշտ։ Այս էլ հենց այն նկարներն են, որի մասին տարբերանշանի ժամանակ խոսեցինք։ Այո, շատերը չեն իմանում, որ Վիլյամ Սարոյանը արվեստագետ էր, մեծ արվեստի փապակ ուներ, ոչ միայն գրող էր, բայց արվեստագետ էր։ Նաև նկարում էր։ Նկարում էր եւ սրանք իր բոլոր նկարներն են եւ հետաքրքիր է, որ ամեն նկարի վրա գրված է թվականը, դեղը, որ ինքը ըրած է այդ նկարությունը։ Հասկացա։ Իսկ այն մի ինտերակտիվ պատը լուսանկարներով ներկայացնում է իր կենսագրությունը, ճիշտ է։ Այո, պատմեք այս լուսանկարների Այո, մասին։ իր կենսագրությունը սկսում է իր ծնողքին հետ, ընտանիքին հետ, հետո մեծանում էր, գնաց ծառայեց բանակը, մի քանի տարի հետ եկավ Ամերիկա, ամուսնացավ, զավակ ունեցավ, հետո սկսավ իր քրական ճանապարհը, ասենք թե։ Եվ շատ հետաքրքիր է, որ այս պատին վրա գծցնե, որ Հայաստանը 4 անգամ այցելել է։ 4 անգամ այցելել է եւ այստեղ լուսանկարներով ներկայացնում։ Այո, ներկայացվում է եւ շատ սիրում էր Հայաստանը եւ այդ պատին վրա կա մեծ թեմքեր, Հայաստանի մեծ թեմքերը, որոնց հետ Վիլյամ Սարոյանը հանդիպումներ ունեցավ։ Իսկ կա ինչ որ ցուցանմուշ իր անձնական իրերից այստեղ։ Չկա, հետաքրքրական է, որովհետև որ ինքը որ մահացել էր, դունը արդեն վաճառվեց եւ չմնաց ովևէ իր իսկական դնից։ Եվ այս է որ այդ պարտույտն էր, որ պետք է լուծում գտնվեր։
Եվ ոնց տեսնում եմ, միայն ֆասադն է պահպանվել եւ ներսը ամեն ինչ փոխվել է։ Ճիշտ է, քանի որ դրսից օրենքով, քանի որ պատմական տուն է, պետք է մնար այդ տեսքով, բայց ներսը լրիվ քանթեցին եւ նորոգեցին այս բادرով։ Սա իր ստեղծագործությունների շապիկներն են գործերի, այո։ Այո, ճիշտ է։ Ինքը շատ սիրում էր գծել նույնիսկ, այսինքն այս շապիկներից մի մասը իր իսկական իր գծածներն են եւ նրա բաները, կորձերը, շապիկները գծեցնեն, որ իր կորձերը թարգմանվել են ավելի քան թե 60 լեզուների։ Իսկ երիտասարդները, տեղի հայ համայնքը, հայ երիտասարդները, ինչու՞ չէ այլազգի երիտասարդները, ինչպես կգնահատեք հետաքրքրվածությունը Վիլյամ Սարոյանով։ Շատ կհետաքրքրվին, այսինքն այդքան ծանոթ չեն, այսինքն երիտասարդները, բայց որ ծանոթանան եւ քան մեր այս քեղեցիկ թանգարանը շատ ողջևորվին։ Մանավանդ որ սորվելով, որ ինքը այստեղ մեծացած ծնած հայմն է։ Միշտ շատ եմ ցանկացել այստեղ լինեմ։ Հիմա շատ լավ զգացողություն ունեմ, որ Վիլյամ Սարոյանի տուն թանգարանում եմ գտնվում։ Իսկ ամեն ինչ շատ ինչ հարցեր են այստեղ հնչում, երբ որ գալիս են հյուրերը։ Մարդիկ շատ են հետաքրքրվում իր կյանքի մասին, այսինքն տեսնելով այդ նկարները հարցումներ ունին միշտ իր կյանքի մասին, ինչպես հայ մնաց Ֆրեզնոյի մեջ, ինչպես իր հայությունը իր կորձերից մեջ երեցավ, շատ են հնչումները։ Եվ ունեմ բլից հարցեր ձեզ համար պատրաստած, եթե թույլ կտաք հնչեցնեմ։ Սարոյանի որ ստեղծագործությունն եք հաճախ ընթերցում եւ հիշում։ Ինձ համար իր սկզբնական կորձերը ամենալավն են, իմ անունը Արամ, անշուշտ, մարդկային գադարությունը, այդ իր սկզբնական գիրքերը շատ հետաքրքրան ինձ համար։ Իսկ ինչպիսին է Սարոյանի կերպարը ձեզ համար, ինչպես կբնութագրեք։ Սարոյանը մեծ մարդ է, այսինքն աշխարհին կպատկանի Սարոյանը եւ ինձ համար իր մոդեցումը հայելալուն շատ հետաքրքիր է։ Ինքը որպես մարդ, բայց եւ ալ հայ։ Ինքը գրնար լալ գադարյալ ամերիկացի կամ մարդ, բայց եւ ալ հայելալ։ Եվ ասիկա ագարձեմ որ մեզի համար շատ լավ ուսմունք կլա։ Սարոյանի մտքերից հաճախ որն եք հիշում։ Շատ են իր հնչած բարերը, կան այն շատ հրճագավոր բարերը, խոսքը որ ասում է, երբ երկու հայերը որևէտեղ աշխարհի մեջ իրար հանդիպեն, այն Հայաստանն է, չէ՞։ Այսինքն չէր գաբեր Հայաստանը լալուն հողին հետ այդ իմաստով, բայց եթե հայությունը գա ձեր սիրտին մեջ, ձեր հոգուն մեջ դուք հայ եք։ Շնորհակալ եմ անչափ, որ ժամանակ տրամադրեցիք, մեզ հյուրընկալեցիք եւ մեր հարցերին պատասխանեցիք։ Բաներ կան իսկապես, որ մենք չգիտեինք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նորից եկեք, մեր թները միշտ բաց են ցեզի։ Շնորհակալ եմ շատ։ Եվ ուզում եմ Վիլյամ Սարոյանի հաղորդումը եւ մեր զրույցը ամփոփել հենց իր տողերով։ Դու փորձիր հասկանալ, փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց։ Բարին երբեք չի վերջանա։ Եթե վերջանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա։